Պարոն Բաղարյան, ինչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից impeachment-ի։ Նախ առաջ օրվանից երբ այս գործընթացը սկսվեց, իմ ակնկալիքները բնական է, որ ես հանրային հայտնել եմ, այդ ակնկալիքները հետևյալն են, որ ընդդիմությունը պարտավոր է նման գործելավոր ուրեմն ողջագրել, անվստահություն հայտնելու գործընթացը դա ընդդիմության ուրեմն գործիքակազմի հիմնական մասերից մեկն է, որը միայն մեր երկրին չէ բնորոշ կամ միայն մեր երկրում չէ կատարվում, այլ աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա ժողովրդավարական համակարգ, որտեղ կա պարլամենտարիզմ, հետևաբար impeachment-ը դա այդ գործընթացի մի մասն է։ Եվ բավականին զարմանալի է, որ այս գործընթացը այսքան երկար ծամծմվեց, ձգձգվեց, իհարկե կային նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց ակնկալիքներս շատ լավը չեն, որովհետև մենք տեսնում ենք, որ ընդդիմության մյուս հատվածը փաստացի որևէ քայլ չի ձեռնարկում այս հարցին միանալու, ավելին իրենց խոսույթը, իրենց վերաբերմունքը բավականին մտահոգիչ է։ Այսօր տեսնենք ով կմասնակցի, ինչ մարդիկ կգան, ինչպիսի տեսակետներ կհնչեն, բայց հիմնական կարծիքս մնում է նույնը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կարող է փոխվել բացի ընտրություններից, նաև impeachment-ի գործիքակազմի կիրառման դեպքում։ Արդյոք փողոցային պայքարը պետք է գործվի։ Գիտեք, ամեն ինչը արվում է, պետք է չլինի արհեստական։ Միակ հաղթանակի հաջողության գրավական այն է, որ մենք պետք է չլինենք արհեստական։ Եթե լինի բնական ամեն ինչ կստացվի։ Այս 7 տարիների փորձը պետք է ուսումնասիրել։ Ընդդիմությունը նույնիսկ բավարար ձայներ, բայց չունի impeachment-ի հարցի նույնիսկ օրակարգ բերելու համար ինչ ակնկալիքներ ունեք, ինչպես եք սպասում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ոչ մի տեղ, ոչ մի impeachment-ի գործընթաց չի եղել երբեք այնպիսի, որ ձայները բավարար եղեն նոր սկսելու։ Դրանց բան չի աշխարհում։ Միշտ էլ անբավարար է ձայները, բայց հաջողվում է թե չի հաջողվում, դա էլ հարց է։ Եթե բավարար լինի, այլ impeachment-ի գործընթացը իմաստը ո՞րն է լինելու, այսինքն միանգամից բոլոր հարցերի լուծումները կլինի, իշխանությունը հրաժարական կտակ փոխվի, եթե իմանա, որ վստահություն չի վայելում խորհրդարանում, քանի որ նամանավ մենք խորհրդարանական երկիր ենք։ Ես այսօր իմ ելույթի ժամանակ եմ ասելու, ձեզ եմ ասում։ Նույնիսկ ես, եթե լինեի ազգային ժողովի պատգամավոր եւ միայնակ այս հարցը բարձրացնեի, ես կբարձրացնեի այս հարցը։ Այսքան բան։ Շնորհակալություն։